Համեցեք պարոն Նազարյան, պարոն Մինասյան, ինչ եք տենց խրախտ հայացքով նայում ինձ։ Ձեզ էի ներկայացնում մեր երիտասարդներին։ Խնդրեմ, պարոն Նազարյան, համեցեք։ Շնորհակալություն։ Ես ողջունում եմ մեր սիրելի ուսանողներին եւ իրենց տեղեկացնեմ նաեւ ինչպես падգամավորներին, որ նիստերից մեկի ընդմիջմանը պարոն Հակոբ Մովսեսը ինձ առաջարկեց, որ ես եւս իրեն քննեմ։ Դե ես ուսումնասիրեցի արկա բոլոր նյութերը, փաստարկները, հակափաստարկները եւ որոշեցի Հակոբ Մովսեսին դատապարտել ցմահ ազատազրկման։ Ինչու՞։ Որովհետեւ մեր պետությունը բժշկին քիչ է վճարում, մանկավարժին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, որ խնայված միջոցներով վճարի նաև ՀՌՀ անդամներին, այդ թվում Հակոբ Մովսեսին, որ իր գործը ջանասիրաբար կատարի, չխախտի սահմանադրությունը, իսկ նա վերցրել եւ համարձակվել է կարծիք արտահայտել քաղաքական ուժերից մեկի վերաբերյալ, խախտելով այս եւ այն հոդվածները, այս եւ այն օրենքները, իսկ որ ամենավտանգավորն է, գուցե նաև սահմանադրությունը։ Հակոբ Մովսեսը որպես արդարացում նշում է, թե կարծիք արտահայտելու պահին պաշտոնից բխող գործով չի զբաղվել, բայց դա արդարացում չէ, ավելի ճիշտ այդ արդարացումը ընդունելի չի։ Հակոբ Մովսես, իսկ դուք վստահ եք, որ եթե այս հարցը Հայաստան խմբակցությունը չբարձրացներ, դուք չէիք շարունակի կարծիքներ արտահայտել նույն կուսակցության վերաբերյալ, ՀՀԿ-ի վերաբերյալ, ՀՀՇ-ի վերաբերյալ, ինչու՞ չէ նաև քաղաքացիական պայմանագրի վերաբերյալ։ Եվ իհարկե, եթե հայ հեղափոխական դաշնակցությունը ճիշտ ժամանակին վրա չհասներ, ապա հավանականությունը մեծ է, որ Հակոբ Մովսեսը շարունակեր խախտել այս կամ այն հոդվածները, այս կամ այն օրենքները։ Հակոբ Մովսեսի փաստաբաններն ասում են, թե հանրությունը առողջ խոսքի սով ուներ եւ դա իմանալով այսօր այստեղ մեղադրյալի աթոռին նստածը որոշել է կարծիք արտահայտել։ Բայց արդյոք Հակոբ Մովսեսը ուներ նման իրավունք։ Իհարկե չուներ, կամ եթե ուներ, ապա պետք է դա աներ իր լիազորությունները վայր դնելուց հետո եւ նոր նման հայտարարություններ աներ։ Եվ եթե մենք այսօր լռենք, ապա վաղը մյուս օրը Հակոբ Մովսեսը կարող էր որոշել անդրադառնալ նաև նախարարությունների կամ գերատեսչությունների աշխատանքներին, ինչը իհարկե անընդունելի է։ Ընդհանրապես օրենքի խախտումն անընդունելի է։ Անշուշտ Հակոբ Մովսեսը կարող է ասել, թե այսքան գիրք եմ գրել, այսքան գործ թարգմանել, մի կարծիք արտահայտելու իրավունք չունեմ։ Ոչ, պարոն Մովսես, չունեք, քանի որ մենք բոլորս, այդ թվում падգամավորները, այդ թվում ընդդիմադիր падգամավորները, բացառապես գործում ենք օրենքի սահմաններում, եւ դուք եւս պարտավոր եք այդպես վարվել, չէ՞ որ падգամավորները անդադար օրենքների վրա են աշխատում, չէ՞ որ անդադար օրենսդրական փոփոխություններ են առաջարկում, ակտիվորեն մասնակցում են նիստերին, չեն բացակայում, հաճախ չեն լքում դահլիճը, չեն մոռանում մասնակցել կառավարության հետ հարց ու պատասխաններին, հայրենիքի համար զոհված հերոսների հարգանքի տուրք սահմանելու օրվա ընդունմանը միաձայն կողմ են քվեարկում եւ ոչ թե դեմ անհեթեթ պատճառաբանություններով, մշտապես հանդիպում են ընտրողների հետ եւ ոչ թե իրենց համակիրների ու ընկերների հետ։ Պարոն Մովսես, համաձայն չեք, որ այս իրավիճակում դուք նման կարծիք արտահայտելու իրավունք չունեք, քանի որ որևէ քաղաքական ուժ, հատկապես խորհրդանում ներկայացված ուժ, քաղբանտարկյալ չի համարում նրանց, ովքեր մարդկանց ստորաբար վիրավորում են։ Այդ փաստը դուք հաշվի չեք առել։ Այս վեհաշուկ միջավայրում եւ մթնոլորտում ձեր քայլը անընդունելի է, հատկապես երբ դուք չեք բողոքում, որ աշխատավարձ եւ պարգև եք ստանում։ Մինչդեռ ոմանք ստանում են եւ բողոքում։ Հասկանում եք, պրիմիտիվ տակտիկա է, դուք դրան չեք տիրապետում։ Եվ այդքանից հետո ուզում եք, որ
խորհրդանը ձեզ արդարացնի։ Լավ չի։ Միթե գլխի չեք ընկնում, որ դուք եւս պետք է ստանաք եւ անդադար բողոքեք։ Անկեղծ ասած, Հակոբ Մովսեսից մեղադրյալ դուրս չի գա։ Այսօր էլ միտեղ սխալ կատարվեց եւ շարունակվեց։ Եվ մեզնից ով է այն անմեղը, որ օրենքի ամեն մի ստորակետին հավատարիմ մարտիկ է եւ այսօր կարող է քար վերցնել եւ նետել Հակոբ Մովսեսի ուղղությամբ։ Կարծում եմ եւ ոչ մեկ չի կարող անել եւ ինչպես միշտ կրկին անգամ ասում եմ, մեզ անկեղծությունն է պակաս եւ ազնվությունը։ Մեզ պակասում է նաեւ այն, որ մենք այդպես էլ հետևություն չարեցինք, թե ինչու եղավ պատերազմը, աղետը ու կործանումը, ուզում ենք ապրենք այնպես, ինչպես ապրել ենք միջև պատերազմը։ Այսպես չի կարող լինել եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ որևէ մեկը թույլ չի տա, որ մենք այդպես, եթե հանկարծ փորձենք այդպես ապրել, ինչպես առաջ ենք ապրել, ապա Շնորհակալություն պարոն Նազարյան, Հերիքնաց Տիգրանյան, չէ, Հասոն, նայեցի